Իմ երախում պամպերսակ է, ես գնում պամպերսակ։ Իմ զոված տղեն զոված է, ես գնում եմ ծաղիկ առնիմ դնեմ։ Էդի խանութում կա։ Տենց են զարպալատ են սարքյաց ու Չա կատարվել, ինչ եք։ Ասիմ ինչա կատար։ Եթե Դավիթին բռնեցին, մենք գնալ Փաշինյան բռնեք, էդ եմ ասում ես էլ։ Թող ինձ կան բռնեն։ Կարողանելու են։ Ոչ։ Իմ ութ երեխաս ոնց են բռնելու։ Եթե ինձ ես ասում եմ։ Եթե ինձ ասեն, եթե ինչ որ ինձ մին բան ես, ամոթ իրանց։ Եթե Դավիթին հանդեպ ինչ որ մի գործողություն անեն, ինքը այլ երկրում է։ Մարդիկ կարող են այլ երկրներ գտան, ճիշտ է։ Ոչ թե բռնեն, ասին սեհենց, որ ինքը ասե, ես վարչապետ եմ ընտրելու դրա համար, ով որ ինքը վերխավերցեն, պիտի տապալի իրան, հա։ Դավիթ Համբարձումյանն արդեն ձերբակալել են ինքնաթիռից դեռ ոտքը չդրած։ Խի, օրինախի։ Պատճառը ինչ է որ ձերբակալել։ Պատճառը իշտ է, որ սուսմնա ես ասեմ, մի րոպե սուս, ես կխոսամ իր հետ, Դավիթ Համբարձումյանին ինչ է ձերբակալում, որ դելա Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու, դրա համար ես բռնում, ես էլ կարամ այդ համ թեկնածու դնեմ, թե կընտրվեմ, չեմ ընտրվի, դու դրա համար չես բռնում։ Ամոթ իրանց։ Սուսմնա, բռնում է նրա համար, որ 18 թվին, Սուսմնա, բռնում է նրա համար, որ 18 թվին Դավիթ Համբարձումյանը զենք անել վրոզի մարդու վրա մարդավրոզի բխպել, ու եթե Դավիթ Համբարձումյանը 18 թվին է զենք անել մարդու վրա, ու ուր դերի քնած միջև հիմա, 8 տարի է որով անցել, խիչես միջև հիմա դու մի հատ դատ կարդացել այդ մարդու վրան։ Ժամանակ էլ սուտ խոսք են հորել։ Հենց տեսան, որ վարչապետի թեկնածու են, նոր որոշեցին։ Հենց տեսել են, որ Դավիթ Համբարձումյանը վարչապետի թեկնածու է դել, միտներն անգել, որ 18 թվին Դավիթ Համբարձումյանը զենք անել, ես էլ եմ շատ է զենք անել։ Ես առանց զենք կյանքումս քայլած չկամ Ղարաբաղում։ Ես Ղարաբաղում առանց զենք չեմ քայլել։ Զենքը միշտ իմ վրա ձեռն է ելել, ինչ ուզեցել եմ էնի արել եմ։ Բա ինձի խիչ ես դատում, թե ես էլ եմ բանը վարչապետի թեկնածու դնեմ, ինձ էլ ես գալու դատես։ Սպասեք, հերթով բոլորի Աթո բռնել ինձ էլ կորցնելու բան չունեմ, երեխուս եմ կորցրել, տունուս տեղս եմ կորցրել, հիմի կորցնելու բան չունեմ, վարձով եմ ունում, ամիս 250,000 տան վարձ եմ տալի, ով է տալի, Փաշինյանն է տալի, թե իրակնիկն է տալի, ձեր չունեմ, հաշվանդամ եմ, տես քանի հատ երակա կարած, ցույց եմ տալի, ձերը դիր չթոցս գա, վсё, դեղից էլ լավ, այս ձեռով աշխատում եմ, Փաշինյանը 250,000 տան վարձ եմ հանի տալի, իրան Դավիթին, ով է Մասիսի քաղաքապետ նստելու, ինքը թափինը, ԿՊ-ական, որ քանդեն պետություն, սպասի, ԿՊ-ական են դնում, Փարաքյարի համայնքապետը ԿՊ-ական չէ, խփին, մարդու խփին, բայց նայ Երևանում Նիկոլի մի հատ քֆուր են տալի, 1000 ոստիկան այդ մարդուն ձեռները ծալում են, ոտներով բանը բռնում տանում են, բայց մարդասպանին բերում է մի հատ ցեպ են կապում, որ ռոջի ինձիսկի կինո են նկարում, սենց են քայլում, ուր դես խփել, ոնց ես խփել, բա մարդասպանին դու ցեպ ես կապում, հետը քայլում ես, բայց մի հատ քֆուր տվողին ձեռներն ես 15-20 ոստիկաններով ես տանում։ Չնստացնեն։ ԿՊ-ական պիտի դնեն, որ կարնան Հայաստանն էլ տան բանը Թուրքիային, որ ներկապային Թուրքիայից է, ցորեն եկել Հայաստան։ Խիա Թուրքիայից գալım, ստե մեզ ցորեն չունենք, թե դաշտեր չունենք, որ ցանենք։ Չենք կարում անենք։ Աուրդուց ուզում ագա խիա չերես Ադրբեջան գալի։ Մեր ճամփա չունենք։ Չէ, մեր ճամփա չունենք։ Գիշեր ցերեկ ասֆալտ է ցույց տալի, ասֆալտներ ենք անում, այդ ասֆալտներով չեն կարում այդ ցոյունը բերենք։ Ամեն ինչ էլ ունում այսի սարկած բանա։ Թուրք այնք, թուրք։ Որ Ռոբերտ Քոչյանը ընտրվել է նախագահ, Նիկոլը գնացել է 5 տարի Թուրքիա բնակվել, վախելուց հետո, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի թուլեն էր Նիկոլը, Լևոն Տեր-Պետրոսյանի այս ձեռն էր թուլեն, Ռոբերտ Քոչյանը ընտրվա վարչապետ նախագահ, պրեզիդենտ, Նիկոլը վախից թռավ Թուրքիա,
Այդ դրա համար իմի Մենակ հպայական վարպենին Փաշինյան կասեք չդնե։ Իրան ոչ մեկը չի ենթարկվելու։